Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ողջունում եմ ձեզ։ Երեկ ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի եղբոր որդին Նարեկ Կարապետյանը մի տեսանյութ էր հրապարակել, որտեղ համեմատում էր Իսպանիայի, Շվեդիայի, Բելգիայի, Դանիայի թագավորական ընտանիքների բյուջեները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի բյուջեի հետ։ Իհարկե միջազգային ֆինանսական կառույցները եւ ֆինանսիստները հիմա կախվել են այսպիսի կոպիտ եւ սխալ հաշվարկներից, բայց ես կուզեմ սրան անպայման անդրադառնալ։ Նարեկ ջան, այսպիսի բաներ մի արա։ Ես հասկանում եմ ինչ եմ ասում Նարեկ ջան, որովհետեւ որոշակի հարաբերություններ ունեցել եմ նրա հետ եւ ինձ համար տարօրինակ է իր կեսվածքը, որովհետեւ նախկինում այդպեսին չի եղել եւ նրանք կարծես արհեստականորեն այս հորձանուտի մեջ են գցել եւ դա իրանը չի։ Ուրեմն Նարեկ Կարապետյանն ասում է հետեւյալը. Վարչապետի աշխատակազմի ծախսերը ինքը ավելացել 4 անգամ։ Սարքել է վարչապետի աշխատակազմի ծախսերը 65 միլիոն դոլար։ Արդյոք Հայաստանը 4 անգամ ավելի լավ է ապրում, Հայաստանի քաղաքացի 4 անգամ ավելի լավ է ապրում, որ վարչապետի աշխատակազմը 4 անգամ ավելի շատ է ստանում։ Որպեսզի հասկանաք, Հայաստանի վարչապետի աշխատակազմը ծախսում է ավելի շատ, քան Իսպանիայի թագավորական ընտանիքը, գումարած Շվեդիայի թագավորական ընտանիքը, գումարած Բելգիայի թագավորական ընտանիքը, գումարած Դանիայի թագավորական ընտանիքը իրար հետ վերցրած։ Հիմա դուք լսեցիք, նախ абսուրդ է համեմատել թագավորական ընտանիքների բյուջեները երկրի ղեկավարի բյուջեի հետ, որովհետև օրինակ Դանիայի թագավորական ընտանիքի բյուջեում չկա տեսչական մարմինների գրասենյակի ուրեմն գումարներ եւ տեսչական մարմինների քաղծառայության, Սփյուռքի հանձնակատարի գլխավոր գրասենյակի, անվտանգության խորհրդի գրասենյակի, բայց այս էլ ոչինչ։ Նայեք, ինքը ասում է 4 անգամ եւ սուտը սրանում է կայանում։ Ես խնդրել եմ հանել թվերը եւ այդ համեմատական թվերը հեչ իրենց օգտին չի։ Ուրեմն, քանի որ մենք 18 թվականին անցել ենք պարլամենտական կառավարման ձևի, ես խնդրել եմ, որպեսզի գումարները տան 2010 թվականին, երբ որ Նարեկ Կարապետյանի հայրը եղել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, գումարները տան վարչապետի աշխատակազմի եւ այն ժամանակ կառավարության եւ նախագահի, եւ այդ թիվը կազմել է 29 միլիարդ դրամ 2010 թվականին։ 2026 թվականին երկու բյուջեները միասին նախագահի եւ վարչապետի աշխատակազմի կազմում են մոտ 27 միլիարդ դրամ։ Եվ սա ոչ այլ ինչ է կան աղաղակող սուտ, բայց այս էլ մի կողմ։ Ես խնդրել եմ, որպեսզի համամասնությունները հանեն 2010 թվականի բյուջեում այդ գումարը քանի տոկոս է կազմել եւ 2026 թվականին։ Եվ Նարեկ ջան, էլի սա քո օգտին չի ընդհանրապես, որովհետեւ 2010 թվականին այդ բյուջեի մեջ 950 միլիարդ բյուջեի մեջ այդ գումարը կազմել է 3.1%, իսկ այս տարի նայ հայրիկի ժամանակվանից 4 անգամ ավելացրել ենք բյուջեն։ Ուրեմն այդ գումարը կազմում է 0.8% համամասնորեն, 3.1% եւ 0.8%։ Եվ այսպիսի բաներ մի արեք։ Մեզ պետք է լավ ընդդիմություն, դուք վատ ընդդիմություն եք, իսկ իշխանության համար լավ ընդդիմությունը նշանակում է առողջ միջավայր եւ առաջընթաց։ Շնորհակալություն ուշադրության համար։